Տիրազուր գույքի ինստիտուտը նախատեսված է մեր քաղաքացիական օրենսգրքով, մենք ունենք մի քանի հոդվածներ, որոնք վերաբերում են տիրազուր գույքին։ Տիրազուրկը կարող է լինել ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքը, այսինքն դա այն գույքն է, որը կամ ի սկզբանե տեր չի ունեցել, կամ ունեցել է տեր, որը ընթացքում հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականությունից, հասարակ կենցաղային լեզվով ասած, ոնց որ անտեր գույքի մասին է գնում խոսքը, եւ այստեղ շարժական գույքի հետ կապված եւ անշարժ գույքի հետ կապված մենք ունենք տարբեր ռեժիմներ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման։ Եթե օրինակ մենք նշենք անշարժ գույքի մասին, ապա այս պարագայում օրինակ գործում է այստեղ այդ ձեռքբերման վաղեմության ինստիտուտը, այսինքն եթե գույքը տիրազուրկ է եւ անձը 10 տարուց ավել, սեփականի նման բարեխիղճ կերպով, բացահայտ կերպով տիրապետում է այդ գույքին, ինքը կարող է դիմել դատարան, դատական կարգով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչիր սեփականությունը այդ անշարժ գույքի նկատմամբ, դա այսինքն այստեղ անձի նախաձեռնությունը արդեն կարող է լինել։ Ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա այստեղ մենք ունենք տարբեր դրսևորումներ տիրազուր գույքի, դա կարող է լինել օրինակ մի գույք, որը դեն է նետվել սեփականատիրոջ կողմից, կամ որևէ գանձ, ինչ որ կամ մարդ ինչ որ մի բան գտել է, կամ ինչ որ կենդանի է, այդպես տեր չունեցող կենդանի է եւ այլն, այսինքն մեր քաղաքացիական օրենսգիրքը այսպես տարբեր հոդվածներով տարանջատում է տիրազուրկ շարժական գույքի հետ հարաբերվելու ընթացակարգը եւ այստեղ տեղական ինքնակառավարման մարմինները ունեն, ասենք, որոշակի դերակատարում, օրինակ, եթե անձը գտել է որոշակի գույք եւ նա չգիտե ում է պատկանում, ապա ինքը այդ գույքը օրինակ ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին կարող է ներկայացնել, ասի այս այսպիսի գույք եմ գտել, խնդրում եմ, եթե կարող եք գտեք տիրոջը փոխանցեք իրենց, եթե իրենք կարողանան դա անեն, եթե ոչ, այդ դեպքում ով որ գտել է այդ գույքը 6 ամիս հետո կարող է ուրեմն իրեն փոխանցվել այդ գույքը որպեսզի սեփականություն, օրինակ այս կատեգորիայի գույքի նկատմամբ այս մոտեցումը կա։ Իսկ ասենք օրինակ ընդհանուր, եթե հողի մասին է խոսքը, ապա ասենց ընդհանուր մոտեցումը նա է, որ ոնց որ կոպիտ ասած անտեր հող չպետք է լինի, կամ ինքը համայնքային սեփականություն է, կամ ինչ որ մի անձի սեփականություն ինքը պետք է դառնա, ասենք այդ ձեռքբերման վաղեմության սկզբունքից ելնելով։ Եթե անձը օրինակի համար, համարում է, որ այսինչ տիրազուրկը գույքի ենթարենք հող է, տուն է, բնակարան է կամ ինչ որ դրանց մի մասի հետ կապված, որ ինքը 10 տարուց ավել բարեխիղճ, բացահայտ անընդմեջ տիրապետել է եւ այդ գույքը ինքը չունի սեփականատեր, ապա ինքը կարող է դիմել դատարան ձեռքբերման վաղեմության ուժով, որպեսզի ճանաչվի դատարանի կողմից իր սեփականության իրավունքը այդ անշարժ գույքի նկատմամբ։ Ունդեղ կան օրենքով եւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նախատեսված 4 հանգամանքներ, որոնց միաժամանակի առկայությունը պետք է լինի, որ դատարանը կարողանա բավարարել տվյալ հայցը։ Այստեղ ընդհանուր առմամբ պետք է 10 տարուց ավել լինի անձի տիրապետումը, այսինքն դրանից ավելի շուտ, 10 տարուց ենթադրենք ավելի շուտ, նա կարող է դիմել այն պարագայում, որ ենթադրենք, մեր գործերից մեկով օրինակը բերեմ, երբ որ այդ տվյալ բնակարանը ստացել են 80-ական թվականների վերջին եւ այնուհետեւ 90-ական թվականների սկզբին այդ տղամարդը ինքը ընդմիշտ ոնց որ լքել է իր ընտանիքը եւ հեռացել է Հայաստանի Հանրապետությունից, անգամ չել գրանցել այդ բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը արդեն անկախ Հայաստանի պարագայում եւ այդտեղ ապրել է իր կինը եւ իրենց փոքր երեխան։ Այդ կնոջ անունով գրանցված է եղել սեփականությունը, հետո երբ որ արդեն ինքը մահացել է այդ կինը, իր որդին դիմել է նոտարական գրասենյակ, որ ժառանգությունը ձևակերպվի եւ նոտարը տեսնելով, որ ըստ էության այդ բնակարանը կինը ստացել է օրինական ամուսնության ժամանակահատվածում, դիտարկել է, որ ընդամենը որդին կարող է այդ բնակարանի կեսը ժառանգել, որովհետեւ այն կեսն էլ իր հորն է պատկանում։ Զուտ օրենքի
տրամաբանությունից ելնելով եւ ճանաչել ժառանգեր դիտել, ճանաչել այդ որդուն բնակարանի 1/2 նկատմամբ Եվ մենք հաշվի առնելով այդ հանգամանքը, հա, որ այդ տղան ըստ էության այդտեղ ծննդյան պահից բնակվել է ճիշտը նոր է ինքը որպես սեփականություն գրանցվել, բայց ելնելով այն հանգամանքից, որ ինքը ծնվել է, մեծացել է եւ այլն, մենք ոնց որ չենք սպասել, որ այդ պահից ելնելով ինչ որ 10 տարի անցնի նոր մենք դիմենք դատարան։ Մենք դիմել ենք դատարան, որ հոր 1/2 բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվի որդու սեփականությունը, այսինքն ինքը ամբողջական բնակարանի սեփականատեր դառնա։ Կոտայքի մարզի Արաչյացյանի դատարանը մերժեց մեր հայցը, համարելով, որ բավարար հիմքեր չկա ենթադրելու, որ որդին ինքը այսպես գիտակցել է, որ այդ հոր մասը նույնպես իրեն է պատկանում, տղային է պատկանում սեփականության իրավունքով։ Մեր համար անկեղծ ասած անհասկանալի էր այս մոտեցումը, մենք դա համար բողոքարկեցինք վերաքննիչ քաղաքացիական դատարան եւ դատարանը մեր հետ համակարծիք լինելով բեկանեց Արաչյացյանի վճիռը եւ հայցը ամբողջությամբ բավարարեց, դրանից հետո դրա հիման վրա արդեն կադաստրում այդ 1/2 նկատմամբ որդին գրանցեց իր սեփականության իրավունքը եւ դարձավ ամբողջ բնակարանի սեփականատեր։ Ընդհանրապես այս թեման է տիրազուր գույքի, հա, ձեռքբերման վաղեմության եւ այլն, ինքը ունի բազմաթիվ առանձնահատկություններ եւ դատական պրակտիկան էլ տարբերվում է, դատավորից դատավոր մոտեցումները կարող են տարբերվել։ Ինքնական գույքերի վրա չի տարածվում ըստ էության ձեռքբերման վաղեմությունը, որովհետև դա լրիվ այլ գործընթաց է, այսինքն եթե անձը որևէ ինքնական շինությունը ամբողջությամբ կամ կիսատ է թեկուզ թողել, նա չի կարող դիմել դատարան եւ ձեռքբերման վաղեմությունով իր սեփականությունը ճանաչել։ Ինքը պետք է ուրեմն դիմի տարվա միջև վերջ, հակ այդ հնարավորությունը կադաստրում հաշվառի, դրանից հետո արդեն դիմի տեղական ինքնակառավարման մարմնին, որպեսզի դա օրինականացվի։ Բարդ իրավիճակ է առաջանում, երբ որ ինչ-ինչ հանգամանքից ելնելով անձը հայտնվում է ընդհանրենք տարիներ անց եւ իմանում է, որ, չգիտեմ, դատարանը ձեռքբերման վաղեմության սկզբունքով այլ անձին է փոխանցել, հա, որպես սեփականություն կամ սեփականությունը ճանաչել, դե այս դեպքում ուրեմն դատական գործընթաց պետք է սկսի տվյալ անձը դիմի դատարան, փորձի հիմնավորել, հա, որ ասենք ըստ դա իր գույքն է, դա դատարանը հաշվի չի առել կամ շրջանցել է այդ հանգամանքը, որի արդյունքում ինքը զրկվել է իր ըստ էության, հա, կարելի ասել է պարագայում սեփականությունից, դատական գործընթաց պետք է սկսի։ Եվ ըստեղ նաև եւս մի նրբություն կա, որ ժառանգության ինստիտուտն էլ այս պարագայում կիրառելի չի, այսինքն եթե ենթադրենք, հա, խոսքը գնում է ծնողի գույքի բանի հետ կապված, անձը ոչ թե այդ գույքը պետք է փորձի, ասենք, ձեռքբերման վաղեմությունով սեփականությունը ճանաչի, այլ արդեն ժառանգության ինստիտուտի միջոցով, քանի որ ինքը հանդիսանում է, ենթադրենք, առաջի հերթի ժառանգ։ Անձը եթե միայնակ է, ենթադրենք, հա, եւ ինքը մահանում է, եւ որևէ մեկը չի դիմում ժառանգություն ձևակերպելու հետ կապված, համայնքը դա լինում է, որ դիտում է որպես իր սեփականություն եւ հետո արդեն մարդը խնդիր է ունենում։ Օրինակի համար, հա, ենթադրենք բնակարան է, որը ունի երկու համասեփականատեր։ Ընդունենք տվյալ անձը եւ իր ենթադրենք խորթ մայրը։ Այդ խորթ մայրը, ասենք թե մահանում է, որևէ մեկը չի դիմում 6 ամսվա ընթացքում, որպեսզի ժառանգություն ընդունի։ Իսկ այդ բնակարանը փաստացի ամբողջությամբ տիրապետում է այդ խորտ զավակը եւ այս պարագայում ես պրակտիկայում առնչվել եմ նման դեպքի հետ անձը դիմում է դատարան ասում է այս բնակարանը ենթադրենք 1/2-ը իմ խորտ մորն է եղել հա ես չեմ կարող դա ժառանգեմ որովհետեւ ազգակցական կապ չունենք ինքն էլ այլ զավակներ չունի որտեվ անցել են տարիներ ոչ մեկ չի դիմել ենթադրենք անցել է 15 տարի եւ այս պարագայում ասենք անձը դիմում է
ենթադրենք դատարան, որպեսզի ձեռքբերման վաղեմություն իրավունքով ճանաչվի իր սեփականությունը, բայց առարկումը համայնքը ներկայացնում է համապատասխան փաստարկներ դատարանին, ասում է, չէ, դա արդեն իմ սեփականությունն է, որովհետև տվյալ կինը մահացել է, որևէ մեկը սահմանված կարգով չի ժառանգել, սա համայնքային սեփականություն է, ես դեմ եմ, որպեսզի դա ճանաչվի սպարագայում որպես տվյալ այդ անձի որպես բան, հա, սեփականություն, եւ այստեղ արդեն առաջանում է շատ հետաքրքիր իրավիճակ, որ փաստացի ամբողջ այդ բնակարանը այդ անձն է տիրապետում, բայց ըստ էության դե յուրե այդ բնակարանի կեսը համայնքի սեփականությունն է, կեսը իրենն է, կեսը համայնքինն է։ Փաստաբանը առաջի հերթին պետք է ամբողջական գործը ուսումնասիրի, դիտարկի բոլոր հնարավորությունները, փաստաթղթերի առկայությունը եւ իհարկե պետք է անկեղծորեն իր վստահորդին իր մասնագիտական տեսակետը հայտնի, թե որքանով է դա հնարավոր, հա, տվյալ փաստական հանգամանքների պարագայում այդ գործը օրինակ ներկայացնել դատարան եւ այլը, ուղղորդի իր վստահորդին համապատասխան փաստաթղթեր ձեռք բերի, հա, կազմի այդ հայցադիմումը, ներկայացնի դատարան եւ արդեն դատական process-ում հանդես գա հօգուտ իր վստահորդի։ Ինձ թվում է բարելավման անհրաժեշտություն կա որոշակի, հենց առաջի հերթին խոսքը ենթադրենք գնում այն դեպքերի մասին դատավարական առումով, հա, որպես խոչընդոտ կարող եմ ես դա որպես գործող, նաև այդ գործերով զբաղվող փաստաբան արձանագրեմ, որ ենթադրենք, հա, ժամանակին հողը որևէ գործարանի կողմից տրամադրվել է անձին, ասենք թե ամառանոցի, հա, նպատակով, եւ այդ գործարանը լուծարվել է, չկա, անձը 10 տարուց ավել, ըստ էության այդ չոլ հողը վերածել է պետղատու այգի, խնամել է, բարեկարգել է, հիմա ուզում է դիմի դատարան, որ ձեռքբերման վաղեմությունով ճանաչվի իր սեփականության իրավունքը, եւ արդեն այստեղ մենք դատավարական խնդրի ենք առնչվում, որովհետեւ մեր քաղաքացիական դատավարությունը ինքը ասում է նման կատեգորիայի գործերը իրանք հայցային վարույթով պետք է քննվեն, այսինքն պետք է լինի պատասխանող։ Իսկ դիմա դեպքեր այդ պատասխանողը չկա, որովհետև այդ գործարանը վաղուց լուծարվել է, ասենք հա ճշտում ես համայնքից կամ կադաստրից, դա համայնքային հող չէ, ըստ էության, հա, որովհետև դա եղել է գործարանի հողը, որը նախկին այդ գործարանը բաժանել է իր աշխատակիցներին, եւ այս պարագայում արդեն հարց առաջանում, իսկ ում դեմ ներկայացնել այդ հայցը։ Եվ լինում են դեպքեր, որ օրինակ այս պարագայում մենք ներկայացնում ենք դիմում եւ դատարանին հիմնավորում ենք, որ մենք չենք կարողացել ներկայացնել հայցադիմում, որովհետեւ օբյեկտիվորեն պատասխանող կողմը չկա, եւ այստեղ շատ տարբերվում են դատավորների մոտեցումները, կան դատավորներ, որ ընդունում են դա վարույթ, քննում են, կայացնում են դատական ակտ, կան դատավորներ, որ չեն ընդունում վարույթ այդ դիմումները, ասում են դուք պետք է ներկայացնեք հայցադիմում, որովհետեւ քաղդատին տառին հետևելով։ Եվ այստեղ արդեն որոշակի փակուղի առաջանում է պարագայում։ Ես կարծում եմ, որ այս մասով պետք է մեր քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերանայվի եւ ավելի ճկուն դարձվի, հաշվի առնելով հենց նաեւ իմ թեկուզ այդ բերած հանգամանքները, փաստարկները։